Բարև Ֆակտոր TV յուրը քաղաքագետ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը ողջույն։ Ղևոնդյան այսօր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սերգեյ Լավրովին Ռուսաստանում երկուսն էլ իդեպ խոսում են բաց ընդ որ մտահոգություններից, եթե Ալեն Սիմոնյանն ասում էր Հայաստանյան հանրությանը մտահոգում է հանրային դաշտում արկա ռետորիկան, որ գալիս է Ռուսաստանից եւ Հայաստանյան հանրությունը բացաբար է արձագանքում Ռուսաստանից հնչող հայտարարությունները եւ Դուգին Սոլովյով սպառնալիքները նկատի ունի նա նաեւ նշում էր որ Հայաստանը հապկի վերաբերյալ դեռևս հարցեր ունի որոնց պատասխանը Երևանում այդպես էլ չեն ստացել իսկ ահա Լավրովն ասում էր մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններ այլ մասին թե ինչ որ առասպելական հարձակումներ նախապատրաստվում Հայաստանի դեմ հյուսիսից կամ հապկի կողմից բխվող էգզիստենցիալ սպառնալիքի մասին այն ինչպես է մեկնաբանում այս ուղերձների փոխանակումը բաց Ինձ շատ է դուր գալիս այն որ Հայաստանի պաշտոնյաները սկսել են արձագանքել Ռուսաստանի պաշտոնյաների խոսքերին համարժեք Նախկինում այդպես չէր, նախկինում Ռուսաստանը իր մտահոգություններ հայտնում, Հայաստանի պատվիրակները սովորաբար այդ մտահոգություններին պատասխանում էին։ Ես ցանկանում եմ զուգահեռ անցկացնել օրինակ Արադ Միրզոյանի վերջին հանդիպումներից մեկի հետ, նույն Լավրովի հետ, որի ժամանակ Լավրով խոսում էր իր մտահոգություններից, Արադ Միրզոյանը խոսում էր մեր մտահոգություններից։ Ներողություն, նմանատիպ իրավիճակ կարելի է հանդիպել նաև այստեղ, Լավրովը խոսում է նրա մասին, ինչ պատկերացում ունեն իրենք, Ալեն Սիմոնյանը ներկայացնում է այն, ինչ պատկերացում ունենք մենք եւ դիվանագիտական լեզուն հավասարարժեք ուրեմն գործընկերների միջև պահանջում է հենց այդ, որ կողմերը ներկայացնեն իրենց մտահոգությունները եւ ոչ թե մի կողմը պատասխանի մյուսին։ Հուսամ, որ այն, ինչը թաքնված է հանրության աչքերին, համարժեք է նրան, ինչը մենք տեսնում ենք բաց, այսինքն բանակցությունների մյուս հատվածը, որը լրատվականների համար չէ, փակ է, այդտեղ եւս Հայաստանը ներկայացնում է իր մտահոգությունները եւ սպասում է թե Ռուսաստանը այդ մտահոգություններին ինչ կարձագանքի, նույնքեր ինչպես Ռուսաստանը։ Սոլովյովը սպառնում է կամ չգիտեմ։ Դե մենք գիտենք թե Ռուսաստանը ինչպիսի պետություն է, այնտեղ ոչ մի Սոլովյովներ եւ Դուգիններ եւ նույնիսկ Լավրովներ չեն կարող անել ինչ-որ մի բան, եթե դրա համար թույլտվություն չունեն։ Դա Հայաստանի Հանրապետությունը չէ, դա եվրոպական երկրները չեն, դա Միացյալ Նահանգները չէ, որտեղ ամեն մարդ ինչ խելքին փչի կարող է ասել, դա մի պետություն է, որտեղ ամեն մարդ կարող է ասել ինչ խելքին փչել է, բայց պետք է դրա թույլտվությունը ունենա, որպեսզի դա ասի։ Ակնհայտ է, որ Սոլովյովը եւ Դուգինը, եթե ոչ հրաման, ապա գոնե թույլտվություն ունեցել են նման արտահայտություններ անելու։ Եկեք չմոռանանք, որ Կոպերկինին արտաքին գործերի նախարարություն կանչելուց հետո դրա մասին Սոլովյովը ընդհանրապես ակնարկեց, բայց բաց չխոսեց դրա մասին եւ սա խոսում է հենց նրա մասին, որ Սոլովյովին որոշակի զգուշացումներ տրվել են։ Տեսեք, ըստ պարոն Լավրովի իրենց համար տարօրինակ է, որ պարբերաբար ինչ որ առասպելական հարձակումների մասին է խոսում հյուսիսից կամ որ ՀԱՊԿ-ն էգզիստենցիալ վտանգ է Հայաստան վերջին արտահայտությունը, եթե չեմ սխալվում, Փաշինյանն էր անում։ Այո։ Փաստորեն այդ հիբրիդային սպառնալիքները առասպելական են, այսինքն միֆական են, այսինքն հորինված են, այսինքն Հայաստանի կողմից զրպարտությունը Ռուսաստանի դեմ։ Ինչպես Լավրովը շատ բան կարող է ասել, փաստերը բացարձակապես հակառակն են ցույց տալիս։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում հատկապես նախընտրական շրջանում ցույց է տալիս, որ Ռուսաստանը այնուամենայնիվ կան այնպիսի ուժեր, կան այնպիսի շերտեր, որոնք ներգրաված են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներում, շրջում է օրինակ այսպիսի խոսք, այսպիսի կարծիք, որ 165 միլիոն ամերիկյան դոլարի չափով գումար է ծախսելու Ռուսաստանը Հայաստանի նախընտրական ժամանակաշրջանում, որտեղ է ծախսելու, ինչու է ծախսելու, գուցե Ալեն Սիմոնյանը հարցերը բարձրացրել է Լավրովի առջև այն փակ հատվածում, որը հանրության համար չէ։ Եվ հենց այդ գումարների ծախսը, հենց այն, որ Ռուսաստանից այսպիսի արտահայտություններ են հնչում, այսպիսի մոտեցումներ են հնչում, հենց այն, որ պարոն Լավրովը հենց նույն հանդիպման ժամանակ ասում է, թե դուք չեք կարող լինել եւ Եվրասիական տեսական միությունում եւ Եվրամիությունում, հենց դրանք հիբրիդային պատերազմի բաղադրիչներ են։ Հայաստանի Հանրապետությունը դիրքորոշում է կոնկրետ։ Տեսեք, այն, որ Հայաստանը չի կարող լինել Եվրասիական տեսական միությունում եւ Եվրամիությունում միաժամանակ, դա կարծում եմ գիտեն նույնիսկ երեխաները, ովքեր մի փոքր քաղաքականությամբ կամ ընդհանրապես քաղաքական տրամաբանությամբ հետաքրքրված են։ Այսինքն
դրա մասին անընդհատ խոսելը, երկու անգամ Օվերչուկն է դրա մասին ասել, մի քանի անգամ այլ պաշտոնյաներ են ասել, բազմաթիվ անգամներ ասել են մեդիա ներկայացուցիչները, հիմա էլ կրկնում է արտաքին գործերի նախարարը։ Ինչի համար? Որովհետև այսպիսով անհրաժեշտ է ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հակառակ դեպքում բացահայտ բոլորին հայտնի փաստը ինչի համար է պետք կրկնել եւս մեկ անգամ Հայաստանի ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ։ Հիբրիդային պատերազմը նրա մասին չէ, որ ինչ-որ թաքնված սատանաներ պետք է դուրս գան եւ ինչ-որ բան պետք է անեն։ Հիբրիդային պատերազմը այսպիսի գործիքներ են, որոնք օգտագործվում են եւ դրանցից մեկը հենց այն է, ինչի մասին ես ասում։ Բայց ռուսների, այդ թվում Լավրովի, Օվերչուկի ասածը այն է, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն բարի մտադրությունների անվան տակ գալիս են Հայաստան, հասկանալով, որ դա Ռուսաստանի համար ցավոտ կետ է, Հարավային Կովկասը եւ նաեւ Հայաստանը, որպեսզի ճնշեն Ռուսաստանի շահերը եւ վնասեն։ Եվ նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանությունը չի տրվի դրան։ Ինչ են հասկանում սրանք։ Տեսեք, նրանք հույս ունեն, որովհետեւ նրանք մտածում են Հայաստանի Հանրապետության մասին հին պատկերացումներով։ Տեսեք, կար ժամանակ, այո, մինչև հավանաբար 2022 թվականը, երբ Հայաստանի Հանրապետությունը իր շահերի ինչ որ մի հատվածը անտեսում էր, որովհետև Ռուսաստանի շահերը պահանջում էին դա։ Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի իր շահերի ինչ որ մի հատվածը անտեսել, եւ երբ դա հակասում է Ռուսաստանի շահերին, եւ զարմանում են, երբ իրականությունը այդպեսին չէ։ Ես նշեմ, որ անկեղծ են իրենք զարմանում, իրենք չեն այդտեղ ինչ-որ խափուսիկ մանևրներ անում, որպեսզի հասկանան, թե Հայաստանը ինչ է անում, ինչի է անում, կամ Հայաստանը իրենց դեմ է, իրենց կողմ է եւ այլն։ Նրանք իսկապես զարմանում են, նրանք կարծում են, որ եթե կա Ռուսաստանի շահը, ապա Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն, անկախ նրանից այդ իշխանությունը Ռուսաստանի հետ ինչպիսի հարաբերությունների մակարդակ է պահում, անպայմանորեն պիտի այդ շահը հաշվի առնի, անկախ նրանից Հայաստանի Հանրապետության շահը հակառակն է ցանկանում, թե չէ, հակառակի մասին է, թե չէ։ Հիմա Հայաստանի Հանրապետության իշխանությունները որոշ հարցերում, իհարկե ոչ բոլոր հարցերում, որոշ հարցերում Հայաստանի Հանրապետության շահը դրել են առաջին տեղում։ Տեսեք, դուք ասում եք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը գալիս են մեր տարածաշրջան, բարի մտադրությունների անվան տակ եւ վնասում են Ռուսաստանի շահերին։ Ըստ Լավրովի։ Ես դեմ չեմ։ Գուցե Միացյալ Նահանգները, ենթադրենք տեսականորեն Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը գալիս են ռուսական շահերին վնասելու համար։ Դա չէ կարևոր։ Կարևորն այն է, նրանց գալը Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու է, թե ձեռնտու չէ։ Եթե Հայաստանի Հանրապետության դա ձեռնտու է, ապա թքած Ռուսաստանի շահերի վրա։ Բայց Լավրովը իր երկրի շահերից է ելնում։ Այո, մենք էլ ելնում ենք մեր երկրի շահերից։ Հենց այստեղ է, հասկանում եք, այսպես ասենք, կոնֆրոնտացիան ռուսական պատկերացումների ու հայկական պատկերացումների միջև։ Ես Երևանից տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շահ, ուրեմն մնացած բոլորի վրա թքած Ռուսաստանի շահերի վրա, Միացյալ Նահանգների շահերի վրա, մնացած բոլորի շահերի վրա թքած, եթե մենք կարող ենք այդ շահը իրացնել։ Ռուսաստանում կարծում են, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ունի շահ, բայց Ռուսաստանի շահերին դա հակասում է, ապա Հայաստանը պետք է զերծ մնա դա անելուց։ Բայց հակառակը ճիշտ չէ, տեսեք, շատ-շատերն են Հայաստանում, այդ թվում մարդիկ, ովքեր ունեն հստակ ռուսական կողմնորոշում, շատ-շատերն են խոսում այն մասին, որ ինչու Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները չկատարեց 2021 թվականին, 2023 թվականին խաղաղապահները եւ այլն, դե որովհետեւ իրենց շահերը պահանջում էին, որպեսզի նրանք չկատարեն, իրենց շահերից ելնելով նրանք գործեցին։ Ադրբեջան Թուրքիայի դեմ չէին գործի։ Ես դա հասկանում եմ, ես դա ընդունում եմ։ Այո, Ռուսաստանից սпасել, որ նա իր շահերի դեմ պիտի մեզ համար ինչ-որ բան աներ, դա նորմալ չէ։ Ցանկացած պետություն, ցանկացած բանական էակ, այսպես բնութագրենք, առաջին հերթին, առաջին տեղում դնում է իր շահերը։ Տարբերությունը իմ պատկերացումների եւ պարոն Լավրովի պատկերացումների մեջ այն է, որ պարոն Լավրովը կարծում է, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջին հերթին իր շահերը Լավրովի կամ Ռուսաստանի շահերը առաջին տեղում դնի, հետո նոր Հայաստանի Հանրապետության շահերը։ Այստեղ է այն խզումը իրականության եւ իրենց պատկերացրած իրականության միջև, որի հետևանք է դառնում այն, որ իրենք զարմանում են։ Տեսեք, ամեն դեպքում մենք ունենալու ենք J.D. Vance-ի այց Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան տարիներ առաջ, երբ որ փորձ էր արվում դիվերսիֆիկացիայի գնալ արտաքին քաղաքականության, օրինակ խոսում էր Ֆրանսիայից զենք գնելու հավանականության մասին, կային մարդիկ ասում են դա անիրատեսական է, ՆԱՏՕ երկիր Ֆրանսիան հապկի եւ Ռուսաստանի դաշնակից երկիր Հայաստանին զենք չի վաճառի, ֆրանսիացիները մեզ լքել են Կիլիկիայում,
ամերիկացիները չեն կանխել, չգիտեմ, ցեղասպանությունը, բրիտանական նավերը չեն հասել Հայաստան, հետևաբար անիմաստ է գործընկեր փնտրել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, հա, ափերին։ Հիմա երբ որ ԱՄՆ փոխնախագահը գալիս է ինչ-որ կոնկրետ տնտեսական ծրագրերով եւ այլն, թրիփը սպառնում է Իրանին եւ գեոպոլիտիկ բախում է առաջացնելու մեր ռեգիոնում։ Այ ինչպես եք մեկնաբանում, պարոն Ղևոնդյան։ Բոլոր նարատիվները ձևավորվել են, մենք գիտենք որտեղ, մեկ կենտրոնում եւ հիբրիդային պատերազմը, ինչպես ասացի, դա ինչ-որ սատանա չէ։ Հիբրիդային պատերազմը հենց նարատիվների պայքարի մասին է, բաղադրիչներից մեկը հենց նարատիվների պայքարն է։ Բրիտանական նավերը մեր սայրը չեն բարձրանում նարատիվը, որ իրականության հետ ընդհանրապես կապ չունի բրիտանական զորքը 2017, 18, 19, ներողություն 1917, 18, 19 թվականներին քիչ բան չի արել Հայաստանի առաջին հանրապետության համար։ Զենք է տվել, որով Նախիջևանը ոչ միայն զենք է տվել, սարդարապատ մենք չէինք ունենա, եթե բրիտանական աջակցության խոստում եղած չլիներ, իհարկե հետագայում որոշ պատճառներով, որտեղ էլի ռուսների մատախառն է, այդ օգնությունը չստացանք մենք, բայց խոստում եղել էր եւ այդ խոստման հույսով էր հայ ժողովուրդը սարդարապատում կռվում։ Եվ բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան, որոնք ապացուցում են, որ Բրիտանիան բավական բան է արել, ինչը նավերը հայկական սարերը չեն բարձրացնել արտադրության հետ ընդհանրապես չի համատեղվում։ Ֆրանսիան, այո, գիտիկայում որոշակի գործողություններ է կատարել, որը Ֆրանսիայի շահերից էր ելնում, իսկ ինչի պետք է Ֆրանսիան իր շահերի դեմ մեզ համար ինչ-որ մի բան աներ։ Ինչպես Ռուսաստանը երբեք իր շահերի դեմ մեզ համար որևէ բան չի արել, ընդհակառակը մշտապես պահանջել է, որ մենք իր շահերի համար մեր շահերի դեմ ինչ-որ բան անենք։ Ինչպես Միացյալ Նահանգները երբեք իր շահերի դեմ մեզ համար մի բան ոչինչ չի արել, ու որևէ մեկը իր շահերի դեմ մեզ համար ոչինչ չի անելու։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ Սփյուռքի հայությունը ի վերջո պետք է հասկանան, երբեք որևէ մեկը իր շահերին դեմ Հայաստանի Հանրապետության համար կամ հայերի համար ոչինչ չի անելու։ Իրենք միշտ անելու են այն, ինչը համապատասխանում է իրենց շահերին։ Մեր գործն է ոչ թե գնալ շատ լավ ծառայել, ինչպես օրինակ այսօրվա ինստիտուցիոնալ անդիմադիրներն ասում, լավ բանակցել, լավ խնդրել կամ լավ պարկել ինչ-որ մեկի տակ։ Մեր գործն է գտնել այնպիսի պետություններ, այնպիսի հնարավորություններ, որոնք համատեղվում են մեր շահերի հետ։ Այս պահին Վենսի այցելությունը, որի մասին դուք ասացիք, ցույց է տալիս մեկ բան, որ Միացյալ Նահանգները ունի շահեր, որոնք համատեղվել են Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Այ ոնց ունեցավ շահեր, չէ՞ որ ասում են, որ մենք անկարևոր ենք ԱՄՆ-ի համար, ինչ դիվերսիֆիկացիա, նորից նարատիվ էր, որը մշակված էր հատկապես Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը կանխելու համար, ինչպես մյուսները մշակվել էին այլ ուղիների հետ համագործակցությունը կանխելու համար, նարատիվ, որի մասին դուք ասացիք, մշակվել է թրիպի դեմ իբր թե Իրանի ծանոթություն չեն հայտնում, բայց չգիտես ինչու Ռուսաստանից Իսրայելն է գալիս Հայաստան թրիփով, Ռուսաստանից Թուրքերն են գալիս, դե շատ բան բոլորը գալիս են Հայաստան Իրանի դեմ։ Խնդիրը հետևյալն է, Միացյալ Նահանգները այսօր այստեղ ունի ռազմավարական շահեր։ Նախկինում չէինք խոսում դրա մասին, այսօր խոսում ենք դրա մասին։ Ինչու է այդպես ստացվել, որովհետև եթե նայում եք քարտեզին, ակնհայտ է լինում, որ Արևելքը եւ Արևմուտքը կապելու ամենահարմար ճանապարհը այս պահին Հարավային Կովկասն է։ Ռուսաստանը խնդրահարույց է, Իրանը խնդրահարույց է, Մերձավոր Արևելքը ել ավելի խնդրահարույց է մշտապես։ Հարավային Կովկասում այս պահին կա երկու պետություն, Հայաստանը եւ Ադրբեջանը, որոնք կարող են կապվել Եվրամիության հետ, կարող են կապվել Արևմուտքի հետ, Թուրքիայով կամ Վրաստանով, Սև ծովով, եւ այդ երկու պետությունները այս պահին կոնֆլիկտ չունեն իրար հետ։ Փաստացի կոնֆլիկտը հանգուցալուծված է։ Ինչը նշանակում է, որ այդ ճանապարհին ով կարողացավ լինել կամ այդ ճանապարհը ով կարողացավ ձեռք գցել, նա լուրջ տնտեսական, քաղաքական, աշխարհակաղակական հնարավորությունները ստանալու։ Զարմանալի չէ, որ բոլորը ցանկանում են այդ ճանապարհի ներկայություն ունենալ։ Ոչ միայն Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ոչ միայն Իրանը, ոչ միայն արաբական երկրները, եվրոպական երկրները, Չինաստանը ինքն է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր ստորագրել, որը մեկը չի փորձում խորանալ հասկանալ, թե ինչին էր պետք Չինաստանի, Ադրբեջանից, Վրաստանից հետո Հայաստանի հետ էլ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Ասում են դե Նիկոլ Փաշինյանը գնաց խնդրեց ստորագրեց։ Այդպես չի լինում։ Չինաստանը եւս պետություններից մեկն է, որը երբեք իր շահերի դեմ ոչինչ չի ստորագրի։ Ոչ, սա ճանապարհ է, սա մի հնարավորություն է, որը այսօրվա միջազգային հարաբերությունների պայմաններում ստեղծվել է եւ բոլորը ցանկանում են այդտեղ մասնակցություն ունենալ, այդտեղ իրենց շահերն ունենալ։ Տեսեք, Չինաստանը ցանկանում է այսպեսով կապվել Արևմուտքի հետ եւ
ամենակարճ ճանապարհով, ընդ որում ֆիզիկապես էլ ամենակարճ ճանապարհը անցնում է հարավային Կովկասով, նույնիսկ եթե Ռուսաստանի եւ Իրանի եւ Մերձավոր Արևելքի խնդիրները չհաշվենք։ Ամենակարճ ճանապարհով կապվել Արևմուտքի հետ։ Արևմուտքը ցանկանում է ամենակարճ ճանապարհով կապվել Չինաստանի հետ, կապվել Միջին Ասիական հանրապետությունների հետ, դուրս գալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ։ Այդ ճանապարհի վրա ցանկություն կա շրջանցել այնպիսի պետություններ, որոնք կարող են նորից խնդրահարություններ քաղաքական առումով, օրինակ Վրաստանը այսօր այնպիսի պետություն է, որը արևմուտքի համար խնդրահարույց է։ Վրաստանը շրջանցել կարելի է Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա ճանապարհով, եւ այդ ճանապարհը մեծ հետաքրքրություն է այսօր առաջացնում։ Եվ ի վերջո եկեք մի բան էլ հասկանանք, էլի, եթե ոչ մեկի համար սա կարևոր չէ, ապա Ռուսաստանը ինչի է այդպես իրեն պատերին տալիս, որ որևէ մեկը չգա այստեղ, ինչու է այդպես իրեն պատերին տալիս, որ ինքը կանգնած լիներ Սյունիքում։ Ակնհայտ է, որ շատ մեծ կարևորություն ուներ դա, եւ Ռուսաստանը չկարողանալով դա իրացնել, փորձում է գոնե մյուսներին էլ թույլ չտալ, որ կարողանան դա։ Եվ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան եւ հայաստանյան տարբեր ուժեր խոսում են թրիփում Ռուսաստանի ներգրավման հնարավորությունից, որ եկեք ներգրավենք, որ գեոպոլիտիկ բախում չլինի, Չինաստանին էլ ներգրավենք։ Այդ դա ոնց հասկանալ։ Թրիփը բաղադրիչ է իրականում, թրիփը ամբողջական ծրագիր չէ։ Դա մի մեծ ծրագրի մի փոքր մասն է։ Այդ մեծ ծրագիրը արդեն ես որոշակի առումով նշեցի, արևելքի եւ արևմուտքի իրար կապելն է։ Թրիփում ասածը, եթե հասկանանք նեղ իմաստով, այսինքն այդ 42 կիլոմետր Հայաստանում անցնող տարածքը, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները կա կամ կլինի միամիտ իշխանություն, որը թույլ կտա, որ որևէ մեկը իրենց արդեն ձեռք գցածի նկատմամբ հավակնություններ ունենա կամ փորձի ինքնին ինչ-որ մի բան այդ բլիթից տանել։ 74% Միացյալ Նահանգները վերցրել է, եւ 74%-ը կպահի մինչև։ Իսկ ինչու են Ռուսաստանի շարել լոբինգ անում, որ թրիփում Ռուսաստանն էլ ներգրավենք։ Ինչպես նշեցի, ինչպես ռուսական ԱԳՆ խոսնակը, այնպես էլ Հայաստան տարբեր։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքական ուժեր, ոչ միայն քաղաքական, այլ ուժեր եւս եւ անհատներ եւ անհայտներ, ովքեր կոնկրետ ունեն շահեր կապված Ռուսաստանի հետ։ Այսպես ասենք, մարդիկ կան, ովքեր ուղիղ ֆինանսավորվում են Ռուսաստանից, մարդիկ կան, ում բարեկամը Ռուսաստանում բիզնես ունի, մարդիկ կան, ովքեր կարծում են, որ եթե Ռուսաստանը այստեղ ավելի շատ լինի, իրենք ավելի շատ շահեր կունենան, ընդ որում ոչ միայն ֆինանսական ընդհանրապես։ Եվ այդ մարդիկ Ռուսաստանի շահերը լոբինգ են անում, դա նորմալ է, տարբեր երկրներում Միացյալ Նահանգներում կան մարդիկ, ովքեր լոբինգ են անում տարբեր երկրների շահեր։ Գրեք, միգուցե այդ մարդիկ Ռուսաստանի ժամանակին հուշեին, որ չարժի Հայաստանի ինքնիշխանության դեմ տրամաբանությամբ ապաշրջափակում պատկերացնել եւ չկրկնել Զանգեզուրի միջանցք ադրբեջանյան խոսույթը եւ միգուցե հավանականություն լիներ, որ Ռուսաստան դուրս չմնար եւ ԱՄՆ-ն չգար, չէ՞։ Պատմությունը եթեներ չի սիրում, Ռոբերտ ջան։ Այդ մարդիկ արել են այն, ինչ որ արել են եւ այսօր եկել ենք հասել ենք այն իրավիճակին, որը ունենք։ Այս իրավիճակում Ռուսաստանը թրիփում այդ նեղ իմաստով լինելու հնարավորություն չունի, բայց Ռուսաստանը հնարավորություն ունի լինելու այդ նախագծի այլ հատվածներում, հատկապես մեկ հատված, որը այս բանին իր կառավարման ներքո է, դա Երասխից Գյումրի ընկած երկաթուղային հատվածն է, որի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները գրավոր դիմել են Ռուսաստանին պաշտոնապես եւ խնդրել են վերականգնել այն 3 հատվածները, հայտնի հատվածները, որոնց մասին մենք գիտենք, բայց դրանով չի սահմանափակվում Ռուսաստանի աշխատանքը, Ռուսաստանին անհրաժեշտ է նաեւ արդիականացնել այդ երկաթուղին, որովհետեւ նույնիսկ եթե այս պահին իրենք կառուցեն հատկապես 2 հատվածները Երասխի եւ Գյումրի կողմերում, ապա միևնույն է երկաթուղու հոսքը ապավել հնարավոր չէ, մեկ պարզ պատճառով, ֆիզիկական պատճառ կա այդտեղ, այն երկաթուղին, որը կառուցվում է ներառյալ թրիփը, որը Հայաստանի սահմաններում է լինելու, հնարավորություն է տալու ըստ տեխնիկական բնութագրիչների 120 կմ/ժ արագությամբ գնացներին երթևեկել։ Հայաստանի Հանրապետությունում այսօր գործող երկաթուղին, որը կառավարում է Հարավկովկասյան երկաթուղիներ ռուսական կազմակերպությունը, բեռնատար գնացքներին թույլատրում է մինչև 40 կմ/ժ արագությամբ երթևեկել։ Ակնհայտ է, որ հնարավոր չէ սրանք համատեղել մեկը մյուսի հետ եւ արդիականացման անհրաժեշտություն կա եւ մեծ ներդրումների անհրաժեշտություն կա։ Ռուսաստանը կարող է այդ մեծ ներդրումները կատարել, արդիականացնել եւ այդ թրիփի արդեն լայն իմաստով մեծ նախագծին, իսկ նախագիծը իրականով ոչ թե թրիփ է, այլ նախագիծը արևելք-արևմուտք կապ է, միջին միջանցքի ինչ-որ մի ճյուղ է, այսպես ասած, որոշակի մասնակցություն ունենալ։ Բայց դա կախված է նրանից, թե ռուսները ինչ կընտրեն ի վերջո, բավարարվել ինչ-որ մի բանով, որտեղ նրանք կարող են իրականում լինել, թե փորձել տանել ամեն ինչ եւ կորցնել ամեն ինչ։ Լավ միտքեր, միշտ հավակնել միայն ամեն ինչին եւ կորցնել ամեն ինչ։
հետաքրքիր դիվանագիտություն է Ռուսաստանի կատարման վերջին տարիներին մեր ռեգիոնում։ Իսկ ինչով եք բացատրում, որ Ալիևը թեև այսպես խաղաղասիրական ինչ-որ բաներ է ասում, մրցանակ է ստանում Նիկոլ Փաշինյանի հետ եւ ցմահ դատապարտում են մեր հայրենակիցները ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ միայն Արկադի Ղուկասյանին 20 տարվա ազատազրկման այո, ինչ կարող եք ասել։ Հուսանք, որ սա հերթական շոուն է, հուսանք, որ Վենսի այցելությունը որոշակի ճնշում կդառնա Ադրբեջանի նկատմամբ այս հարցում զիջումների գնալու, այն որ այդ մարդկանց ցմահ ազատազրկման պետք է դատապարտային, կարծում եմ զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ հաշվի առնելով Ադրբեջան պետությունը եւ նրանց մոտեցումը, բայց խնդիրը դրանով չի ավարտվում, գլխավոր հարցն այն է, որ այդ մարդիկ պետք է համաներում ստանան եւ պետք է նրանք ի վերջո ազատ արձակվեն։ Խոսքը իհարկե Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, իսկ մյուս 10 հոգին ես հույսով եմ, կարծես թե չեմ սխալվում, 10 հոգի է մնացել այնտեղ պաշտոնապես հայտարարված, մյուս 10 հոգին ես հույսով եմ, որ շատ կարճ ժամանակում Հայաստան ավելի հեշտ է նրանց գործը։ Ես կարծում եմ, այո, շատ ավելի հեշտ է լինելու եւ շատ կարճ ժամանակում ինչ զարգացումների արդյունքում նրանք Հայաստան են ուղարկվելու, իսկ այս 9 անձանց վերաբերյալ հատկապես 8 անձանց վերաբերյալ, որովհետև Ռուբեն Վարդանյանի հարցը կարծես թե առանձին է քննվում, դա առանձին քննարկման առարկա է, 8 անձանց վերաբերյալ ես հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի Ադրբեջանի նկատմամբ ճնշումները ավելացնել եւ ճնշում ասելով նկատի չունենք ինչ որ կոնֆրոնտացիոն բան, գուցե հարաբերությունների հաստատման, խաղաղության օրակարգի զարգացման եւ այլն այս տրամաբանության մեջ հնարավոր կլինի նրանց վերադարձ։ Միայն քաղաքական որոշում, չէ՞։ Բացարձակապես ես չեմ կարծում, այնտեղ ուրիշ որևէ բան հնարավոր է կամ հնարավոր է լինելու գոնե մոտակա ապագայում։ Տեսեք, Հայաստանը եւ Ադրբեջան կարծես տեղավորվել են ամերիկյան տրամաբանության մեջ, ամերիկյան սցենարների մեջ, ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլ նաև կադրային, հա, նրանք հաճախ են երևում Թրամփի կողքին, Փաշինյանը եւ Ալիևը կարծես բոնուս տալով նրան որպես խաղաղարար, գործիչ, զայդ մրցանակը ստացան նախորդին եւ շատերի համար անսպասելի առևտրային տրամաբանություն է մտնում արդեն ադրբեջանական բենզին կա եւ նախորդին խոսքեր գնում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում քննարկվել է հայկական ապրանքների արտահանումը Ադրբեջան մի տեսակ տարօրինակ չի, ինչ որ սա պատկերացվում էր շատ բարդ գործընթաց տարիներ հետո, բայց Ալիևն ասում է մենք ապրում ենք արդեն 6 ամիս խաղաղության մեջ, մի տեսակ կարճ ասած մարդիկ չեն հավատում պարոն Ղևոնդյան, որ սա ինչ որ ինստիտուցիոնալ process է եւ ոչ խաբկանք։ Ես նշեմ, որ մարդիկ սկսել են հավատալ, հատկապես երբ տեսնում են, որ բենզինի գինը իջել է եւ նմանատիպ այլ զարգացումներ, գոնե Հայաստանում ես տեսնում եմ, որ մարդիկ սկսել են քիչ-քիչ հավատալ։ Իհարկե շատ ավելի խորը կլինի այդ հավատը, երբ աշխատանքներ սկսվեն գետնի վրա։ Ես նկատում եմ ավելի լայն խաղաղության մի քիչ բարդ է։ Ընդհանրապես ժամեր առաջ կարդացի, որ ամերիկյան ընկերություն է եկել Հայաստան եւ պատրաստվում են հետազոտել այդ հատվածը գետնի վրա, տեղանքը հետազոտել Թրիփին, որտեղ որ պետք է լինի այդ երկաթուղին առաջին հերթին, թեև Թրիփում այլ բաղադրիչներ եւս կան, եւ սա եւս մարդկանց հավատը ավելացնելու մեկ հնարավորություն է, բայց ես կցանկանայի գլոբալ համատեքստին անդրադառնալ ձեր նշածի, այն որ եւ Փաշինյանը եւ Ալիևը տեղավորվում են կարծես թե Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական պատկերացումների շրջանակում։ Խաղաղության խորհրդին են անդամակցում Թրամփը։ Ինչու է այդպես։ Նշեմ թե ինչու է այդպես։ Թրամփը իր գալուց անմիջապես հետո հայտարարեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներում պետք է լինի այլ տրամաբանություն, քան եղել է մինչ այս։ Այդ տրամաբանությունը հետեւյալն է. բազմաբևեռ աշխարհ հնարավոր է, բայց բազմաբևեռ աշխարհում պետք է լինի Միացյալ Նահանգների հեգեմոնիա։ Ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, որ կան լինելու են մի քանի բևեռներ, իհարկե գլխավոր երկուսը կլինեն Միացյալ Նահանգները եւ Չինաստանը, բայց միևնույն է, այդ բոլոր բևեռների բոլոր քաղաքական գործ, աշխարհաքաղաքական հատկապես, բայց նաեւ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում Միացյալ Նահանգները պետք է ունենա վերջնական վճռական ձայնի իրավունք։ Իհարկե կան երկրներ, կան ուժեր, որոնք համաձայն չեն այս մոտեցման հետ։ Կան երկրներ, կան ուժեր, որոնք համաձայն են այս մոտեցման հետ։ Այն երկրները եւ ուժերը, որոնք համաձայն են այս մոտեցման հետ, ստանում են որոշակի բոնուսներ։ Նմանատիպ երկրներ են Հայաստանը եւ Ադրբեջանը, ովքեր համաձայնել են այս մոտեցման հետ։
Այն երկրները, որոնք չեն համաձայնում այս մոտեցման հետ, իմիջիայլոց Ուկրաինան նույնպես, Հայաստանի եւ Ադրբեջանի։ Այն երկրները, որոնք չեն համաձայնում այս մոտեցման հետ, Միացյալ Նահանգները փորձում են նրանց ընդհակառակը նրանց համար խնդիրներ ստեղծել։ Մաքսատուրքերի ձևով է փորձում խնդիրներ ստեղծել, հարձակումների ձևով, ինչպես օրինակ տեղ ունեցավ Իրանի նկատմամբ, հիշում ենք ամռանը 12 օրյա բացառված չի նոր հարձակումը Իրանի նորահայտ դրսևորում գողանում է նրանց նախագահին եւ ամբողջ քաղաքականությունը փոխվում է այդ երկրի։ Այսինքն հիմա աշխարհում գնում են նոր կարգի հաստատման որոշակի գործընթաց։ Այդ նոր կարգը այնպես չէ որ պետք է արտանանք տեսնենք հաստատվել է, դա ունենալու է առանձին փուլեր, ժամանակ է տևելու եւ այդ փուլերում որ երկրները կարողանան ավելի լավ գուշակել հաղթանակի հասնող կողմին եւ կարողանան այդ կողմից ավելի շատ ստանալ, նրանք ավելի շատ կօգտվեն։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը խաղադրույք են կատարել այն տարբերակի վրա, այսպես ասենք, որ Միացյալ Նահանգները կարողանալու է հաստատել իր այդ պատկերացրած գլոբալ հեգեմոնիան, հաստատել այդ գլոբալ, սա գլոբալ հեգեմոնիա չէ, հասկանում եք, գլոբալ հեգեմոնիան 90-ականներին էր, երբ Միացյալ Նահանգները որոշում էր ամեն ինչ։ Տրամպը առաջարկում է այլ բան, եկեք մենք միայնակ չորոշենք, բայց ունենանք վճռական ձայնի իրավունք։ Դրա հետ համաձայն չէ Չինաստանը, դրա հետ համաձայն չէ Ռուսաստանը, դրա հետ համաձայն չեն այլ խաղացողներ, եւս Իրանը համաձայն չէ դրա հետ, բայց խաղը շարունակվում է այդ գլոբալ այսպես ասենք, սառը պատերազմը, բայց ոչ այն իմաստով, որ եղել է Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների միջև, այն իմաստով, որ կոնկրետ կրակոցներ չկան, սառը պատերազմը կամ այս դիրքային պատերազմը շարունակվում է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղադրույքը աշխատեց թե չաշխատեց, մենք կիմանանք երևի տարիներ անց, երբ ի վերջո կհաստատվի ինչ-որ հավասարակշռություն։ Շատ լավ, այդ տարօրինակություն, զգացողությունը, որ կա Ադրբեջանի քայլերի նկատմամբ, գիտեք, որովհետեւ այնպես չի որ անհիմն, մեզ մոտ կար նաև այդ գնահատականն է, որ Հայաստանը ավելի խոցելի դարձնել, ավելի թույլ, ավելի կառավարելի եւ այլն, վատ սցենար չի Ադրբեջանի համար եւ ցույց են տալիս օրինակ Ալիևի են հայտարարություն, որ մենք Հայաստանի բարձունքներից դուրս չենք գա, որովհետեւ հսկում ենք էլի տարածքը, Արբանյակը կարող է մի օր անջատել եւ այլն։ Սա ինչի հետ է կապված։ Սա այն է, որ Ալիևը փորձում է այսպես կոչված խաղաղության քայլերը վաճառել ամերիկյան կողմին, կամ Ալիևը փորձում է կոնֆլիկտ եւ քաոս ստեղծող ուժից վերափոխել Ադրբեջանի դերը որպես կոմունիկացիոն նախագծերին մասնակցող այդտեղ տնտեսական շահեր գտնելով, հասկանալով, որ առանց Հայաստանի սահմանի բացման միայն Վրաստանով բավարարվել է, այս պայդրությամբ ԱՄՆ-ին չի բավարար։ Նրանք տեսնում են Հայաստանի սահմանի բացումը նաև այս Ալիևյան մոտեցումը ինչպես է փոխվում։ Նախ մի փոքր անդրադարձ։ Կներեք մի բան էլ մի նշում, այսինքն միգուցե ես ենթադրում եմ, ուզում եմ ձեր տեսակետը, նա չի ուզում ստանալ զանգեր Սպիտակ տնից կամ պետքարտուղարությունից այն հարցադրումով, թե ինչու է հարձակվում Հայաստանի վրա, այլ ուզում է ստանալ հեռախոսազանգեր, որ մենք ռազմավարական գործընկերներ դառնանք, տնտեսական համագործակցություն եւ այլն, նավթ, գազ։ Մինչ այդ հարցին անցնելը ձեր հարցի մի առանձին բաղադրիչի վերաբերյալ միայն Միացյալ Նահանգներին չէ, Ադրբեջանին էլ անհրաժեշտ է ունենալ Հայաստանի հետ սահման, որպես այլընտրանք Վրաստանի հետ սահմանը։ Մենք գիտենք, թե Վրաստանում ինչ է կատարվում վերջին շրջանում։ Ոչ միայն Հայաստանի նկատմամբ, նույն բանը կատարվում է նաև Ադրբեջանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը ինչու է գործում այսպես եւ ոչ այլ կերպ։ Ալիևը փորձում է ստանալ ինչ հնարավոր է։ Տեսեք, Ալիևը փորձում է ունենալ հնարավորություն օրինակ Հայաստանում իշխանության փոփոխության եւ Միացյալ Նահանգների այստեղ դուրս գալու դեպքում կոնֆլիկտի միջոցով հարցը լուծելու, նաև ունենալ հնարավորություն պահպանել հնարավորություն Հայաստանում իշխանությունը չփոխվելու եւ Միացյալ Նահանգների ուղեցրում մնալու դեպքում հարց ձևով խաղաղության տարբերակով իր շահերը առաջ տանելու։ Այսինքն Ալիևը պատրաստվում է այլընտրանքային բոլոր սցենարներին։ Ես երկուսը նշեցի, բայց դրանք բազմաթիվ են։ Եվ խոսել այն մասին, թե Ալիևը այսօր ասաց, թե կան մարդիկ, ովքեր Հայաստանից վտարվել են, պետք է հետ գան։ Վաղը դրա մասին չասաց, մյուս օրը նորից ասաց։ Ալիևը անդադ ասելու է այն, ինչ այդ օրը իրեն ձեռնտու է։ Ալիևը պատրաստ է տարբեր սցենարների։ Մենք էլ պիտի պատրաստվենք տարբեր սցենարների։ Եվս տեսնում եմ որոշակի առումով պատրաստվում ենք, տեսեք, մենք մի կողմից այդ ամենը անում ենք, համաձայնագրերը կնքում ենք տնտեսական հնարավորությունները ստեղծում ենք, փորձում ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնել ուղիղ սահմանը բացելու եւ առևտուր սկսելու ուղղությամբ, մյուս կողմից մենք զինում ենք մեր բանակը, բարեփոխում ենք մեր բանակը, մենք եկեք հիշենք հունվարի 28-ին Փաշինյանի ելույթը
բանակի օրվան նվիրված, որտեղ առաջին անգամ նա նշեց բավական ձեռքբերումներ, որոնք Հայաստանի բանակի, այսպես ասեմ, իմ պատկերացմամբ եւ հաշվի առնելով Փաշինյանի ելույթը եւ ունենալով իմ տեղեկությունները Հայաստանի բանակը որակապես այլ մակարդակում է, քան եղել է նույնիսկ 2019 թվականին, այսինքն պատերազմից առաջ։ Բացարձակապես այլ որակի բանակ Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի։ Իսկ եթե Հայաստանը չի պատրաստվում տարբեր սցենարների, ինչի համար է օրինակ այդ գումարը ծախսում բանակի վրա, նա այդ գումարը կծախսեր խաղաղության օրակարգ առաջ մղելու վրա, որովհետև Հայաստանը իր հերթին պատրաստվում է տարբեր տարբերակների։ Ադրբեջանը բնականաբար ունի ավելի շատ ռեսուրսներ, ավելի շատ հնարավորություններ եւ ռեսուրսները միայն փողը չէ, թե փողն էլ ավելի շատ ունի, քան մենք, ռեսուրսները նաեւ իր աշխարհագրական դիրքն է, տեսեք, Հայաստանի այլընտրանք կա Վրաստանով, Ադրբեջանի այլընտրանք չկա։ Արևելքի եւ արևմուտքի կապը, եթե Ռուսաստանը եւ Իրանը խնդրահարություն եւ չենք ցանկանում այնտեղ անցնենք, անպայմանորեն անցնելու է Ադրբեջանով, բայց անպայմանորեն Հայաստանով կարող է չանցնել, կարող անցնել Վրաստանով։ Ադրբեջանը այստեղ եւս ունի առավելություն, այսինքն ինչքան ավելի շատ ունի, այնքան ավելի լավ է կարողանում այլընտրանքներին պատրաստվել։ Շնորհակալ եմ, կհետևենք։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Ռոբերտ Ղևոնդյանին։